Նրանք, ովքեր առավոտյան արդեն անուշ են արթնանում, վստահաբար կհասկանան ինձ, թե ինչ տհաճ զգացողություն է, երբ զարթնում ես ու արդեն այնքան հոգնած ես և անուշ, որ ոչինչ չես ուզում անել։ Երկար ժամանակ ես հենց այդպիսի վիճակում էի։ Առավոտյան արթնանում էի, ուժ չունեի ընդհանրապես ու մտածում էի ջուր խմեմ, կանցնի։ Հետո մտածում էի նախաճաշեմ, կանցնի, սուրճ խմեմ, որևէ քաղցր բան ուտեմ, վերջապես աչքերս կբացվի։ Այդ ընթացքում քաղցրի հանդեպ պահանջը, ինչպես նաև խմորային ուտելիքների հանդեպ պահանջը այնքան էր մեծացել, որ դարձել էր հիվանդագին։ Այս իրավիճակը այնքան խորացավ, որ ես որոշեցի պարզապես իմ սննդակարգից հանել բոլոր այն մթերքները, որոնք պարունակում են սպիտակ շաքար և սպիտակ ալյուր։ Եվ առավոտները այլևս այդքան հոգնած չեմ արթնանում։ Օրվա ընթացքում ևս կենսաուժ ունեմ, բայց ամենամեծ հաղթանակս այն է, որ հաղթահարել եմ քաղցրի և խմորային ուտելիքների հանդեպ հիվանդագին կախվածությունն ու պահանջը։ Եթե դուք ևս ունեք քաղցրի և խմորային ուտեստների հանդեպ հիվանդագին կախվածություն, ապա մի պահ կանգ առեք, շունչ քաշեք, մտածեք այդ մասին և փորձեք ձեզ ամենահարմար տարբերակով առողջացնել ձեր կենսակերպը ու կտեսնեք, որ կարճ ժամանակ անց խաղի կանոնները թելադրողը կդառնաք հենց դուք։